Դուք օրեր առաջ հանդիպել եք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, քննարկել եք ձեր որդու մահվան հետ հանգամանքների հետ կապված մանրամասներ եք քննարկել, ինչ եք խոսել, ինչ է ձեզ ասել Արթուր Դավթյանը, ինչ է խոստացել, այսինքն ընթացք տալ գործին, կրկին վերստուգել հանգամանքները, ինչ եք քննարկել։ Ուրեմն ես համարյա 30 հարցին մոտ հարցեր եմ հանել իմ համար, իմ մոտ ըստ քրեական գործից Ճիշտ է, ամբողջ քրեական գործը իմ ձեռքից տակ չեն տրամադրում, որովհետև ասում են քննություն է գնում, իրավունք չունենք տրամադրենք, օրենքով տենց է։ Բայց որոշակի նյութեր, որ ունեմ, այդ նյութերից ես լիքը բացթողումներ եմ հայտնաբերել ու հանել եմ ինձ համար, գրառում եմ արել հերթականությամբ թվերով մոտ մի 30 հարց երևի։ Ուրեմն Արթուր Դավթյանը այդ բոլորը լսեց, կողքը նստած էր նաև դատախազ կին էր ինքը եւ ինքը ծանոթ էր համարյա իմ ամբողջ գործին երևի, չգիտեմ, եթե ոչ ամբողջ գործին, համենայն դեպս ինչի վերաբերյալ, որ ես բողոքում եմ, ինքը ծանոթ էր դրան, ծանոթացել էր եւ ինքը կողքը նստած ինչից խոսում ենք, բացում էր, ցույց էր տալիս, որ հա սենցա, ճիշտ է, ամեն ինչ արվել է, բայց լրիվ թերի ձևով։ Ոնց որ այս քննիչներին հարմար է, տենց է արվել։ Բայց չի արվել ժամանակին ոչինչ։ Օրինակ, իմ տղայիս համազգեստը ժամանակին փորձաքննության չեն ենթարկել։ Իմ տղային լրիվ մերկ ձևով բերել են, ամուսինս հարցատվել քննիչին Արման Ապրեսյանին են ժամանակվա Ղարաբաղի առաջին քննիչը, որ իմ տղայիս շորերը ուրա ինչ եք տկլոր բերել, ասելա շորերը հանել եք, որ թարմը հետքերը փորձաքննության ենթարկենք, հետքեր կարան լինեն վրեն, բայց ասեմ, որ 5 ամիս անց 6-րդ ամսվա մեջ արդեն նոր մեր բազմաթիվ բողոքներից հետո նոր համազգեստը տարել են փորձաքննության, բացել են ինքը տեղ-տեղ որփոզնած վիճակում ա եղել։ Կոշիկները, երբ որ ես պահանջեցի Գևորգ Կոստանյանը, որ գլխավոր դատախազ էր, միջնորդություն ներկայացրեցի, որ համազգեստը բացեք, ես տեսնեմ, որովհետև ընդեղ գրած աղտոտված, ուզում եմ տեսնեմ, ինչ աղտոտված, այս զինվորը կարա աղտոտված համազգեստով շարք կանգնի։ Երբ որ միջնորդությունս բավարարեցին, ինձ տարան քննչականը եւ բացեցին շորերը տեսա իմ տղայիս, տեսա, որ կոշիկները մեջը չի, զինվորական կոշիկները, բայց քննիչը նշում է, որ ես Վալերիկ Մուրադյանի հակից հանել եւ արտգրավել եմ եւ փաթեթավորել եմ համազգեստի հետ իրա ու ամբողջությամբ համազգեստը թվարկում է, նույնիսկ տակի շորերով, գուլպաներով, կոշիկներով նաեւ եւ նկարների մեջ էլ կա, որ իմ տղան կոշիկներով է կանգնած։ Դուք այդ ամենը ներկայացրել եք Արթուր Դավթյանին, ասել եք ամբողջությամբ մանրամասն։ Բոլորը ներկայացրեցի եւ քննիչի դեմ, որ բողոք ենք ներկայացրել, որ քննիչը ուրա արդյոք վերցրել է իմ տղայիս կոշիկներից, փորձաքննության ենթարկել է կոշիկները, որ քննիչը պատասխանել է, որ դիակի ստորին վերջույթների վրա եւ գուլպաների վրա վնասվածքներ չեմ հայտնաբերել, դրա համար կարևոր չեմ համարել կոշիկները փորձաքննության ենթարկեմ, իսկ հարցնում ենք որտեղ է կոշիկները, հատուկ քննչականը հարցաքննում է քննիչ Արման Ապրեսյանին, ասում է դե կամ մնացել է Զորամասում, կամ էլ իրեղեն ապացույցներ պահման սենյակում, բայց ասեմ, այս պարագայում, եթե իմ տղեն գնացել է այդ կոշիկներով, այդ աթոռը վերցրել է տարել է ըստ քրեական գործի, դրել է աթոռի վրա կանգնել է այդ ոտքերով, կոշիկներով ու կանգնել է ինքնասպանություն ա գործել, պետք է կոշիկների հետքը այդ զինվորական կոշիկների տակ է շպորներ կա, որ անպայման ինքը հողա, փոշիա վերցնում է։ Պետք է այդ հետքերը անպայման լինեին, նույնիսկ այդ շպորները չլինեին, հետքերը կլինեին, բայց ինքը դիտավորյալ ոչնչացրել է իմ տղայիս կոշիկները, որ հետքերը չերևա, որովհետև այդ աթոռի վրա իմ տղայի կոշիկների հետքերը չեր կարա լիներ։ Այդ մարդասպանի հետքերն ա եղել այդ աթոռի վրա, դրա համար էլ իրանց ձեռ չի տվել, որ իրանք բացահայտեն, քանի որ իմ տղեն լրիվ կանգնած վիճակում ա կախված եղել, դեռ մի բան էլ ծնկերը դեպի առաջ ցալած վիճակում։ Այդ բոլորը ես թվարկեցի հերթով, այն ինչ հակասություններ, որ ես հանել եմ Արթուր Դավթյանի մոտ, գլխավոր դատախազի, ինքը լսեց, ասեց, ես լիքը բացթողումներ եմ տեսնում ստեղ քննիչի կողմից, որ չի արվել, լիքը բաներ կան, որ չի արվել, այո, ասեց շատ լավ եք արել, որ դուք սենց հատ հանել եք,
ասեց ես խոստանում եմ, որ գործը կասեցումից կհանենք եւ վեր կսկսենք եւ ամեն ինչ էլ կարվի ձեզ ասեց ինչա պետք որ քննիչն էլ պատասխան քննիչը ինչ որ այն ժամանակ կարգապահական տուժի է ենթարկվել այդ կոշիկների պահով երբ որ մենք բողոքել ենք ես ասեմ որ ես դրան էլ տեղյակ չեմ եղել բայց ինչ կարգապահական տուժը ընդամենը 3 ամիս կարող է իրան չթույլ տան մասնակցի գործին բայց հիմա ինքը նորից աշխատում է նորից են զինվորական գործերակոծքում պետք չի կարգապահական տուժի ենթարկել պետք է քրեական պատասխանատվության ենթարկել նման քննիչներին որ գործերը չկոծկեն այդ զինվորական սպանությունները չկոծկեն դրա համար էլ շարունակվում են այս սպանությունները բանակում Իսկ կոնկրետ ժամկետներ նշեց Արտուր Դավթյանը, երբ է պատրաստվում վերաբացել կամ երբ է նորից պատրաստվում ձեզ իր մոտ հրավիրել, որ մյուս գործերը քննարկեք։ Որ մենք բողոքարկել էինք կասեցման դեմ եւ առաջին ատյանը անցավ մերժեց դատավորը մեր բողոքը, դեռ ասեմ, որ արդեն 16-րդ օրն է, նոյեմբերի 7-ին էր մեր դատավարությունը, մինչեւ այսօր որոշումը չեն ուղարկել մեզ բայց այդ ամեն ինչին իմանալով Արտուր Դավթյանը խոստացավ ասեց իմացեք որ անպայման ես խոստանում եմ որ գործը կասեցումից կհանենք կվերսկսենք քանի որ կոնկրետ ժամկետները չի ասել երբ եմ եղել չեմ կարող հիշեմ հիմա իսկ երբ եք նորից գնալու իր մոտ իրանք ասեցին որ մենք ձեզ տեղյակ կպահենք Շատ լավ տիկին Նանա տեսեք հիմա պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը այլևս ընդդիմադիր շարքերից է հա հանդես գալի տեղյակ եք որ ընդդիմադիր շրջադարձ կուսակցությունում է հանդես գալու ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին դուք որովհետև նախարար եղած ժամանակ նա քաջատեղյակ էր ձեր խնդրին եւ կարող ենք ասել որ ըստ էության քայլեր չձեռնարկեց բացահայտելու ուղղությամբ հիմա հույսեր ունեք կարծում եք որ այս դե պարագայում գոնե ինչ որ կերպ գոնե հիմա կփորձի ձեզ աջակից լինել բացահայտելու համար ոնց է գնահատում այդ հանգամանքը ես ասեմ որ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այո շատ լավ էլ ծանոթ էր ես նույնիսկ որ նկարները իմ տղայից ցույց տվեցի որը որ քննիչը ոնց էր ներկայացնում այդ նկարները եւ ինքը տեսավ ինքը ես ասեմ որ բարկացած նույնիսկ հայացքով նայում էր այս քնչականի այն ժամանակ պետին այս Արմեն Հարությունյանին որ այսօր միջադեպ եղավ տիկին Իրինայի հետ եւ հիմա դատախազի օգնականն է ինքը բարկացած նույնիսկ նայում էր այդ Արմեն Հարությունյանի թե ինչ է կատարվում այս նկարները տեսնելով ինքը համոզված էր ինքը տեսնում է ինչ է կատարվում որ սպանություն է այսի բացահայտ բարձ ակնհայտ սպանություն է բայց ասեմ որ ոչինչ չարվեց ես նույնիսկ բարձրաձայնում էի ասում էի որ պաշտպանության նախարարը թող ձեռքերը չլվանա քաշվի մի կողմ որովհետև մենք մեր երեխեքին պաշտպանության նախարարին ենք տվել որ ասում են քնչականը դատախազությունը պետք է այս բանը գործերը բացահայտի բայց պաշտպանության նախարարն էլ պարտավոր է ստիպի իրանց որ իրանք բացահայտեն իրանք կոծկում են այդ գործերը եւ այդ գործերով փողեր են լվանում, գումարներ են լցնում գրպանները եւ ուղարկում են եւ նախագահին եւ պաշտպանության նախարարին, եթե իրանց ձեռ չի տալիս այս գործերը բացահայտվեն, որովհետեւ ես տեսնում եմ որ տենց է իրանք չեն ուզում այս գործերը բացահայտվեն, ատամներով պահում են այս շղթան։ Ես սենց եմ համոզված, որ այսպես մարդասպանների միջոցով են իրանք իրանց աթոռները պահպանում։ Հիմա հույսեր կապում եք Սերյան Օհանյանի հետ, այլևս նախարար չի, այլևս իշխանության շրջանակներում չէ։ Գիտեք ինչ, ես իրանց այս մախինացիաները, այս ռակիրովկեքը այս հանում մցնում են, չգիտես ինչ, ես համոզված եմ, որ Սերյան Օհանյանը մի օր էլի իրանց կողքը կլինի, որովհետև սրանք բոլորը շղթա են կապված իրար։ Այս ստից որ ձև են բռնում, որ վայ արդեն իրանք ընդդիմություն են, վայ արդեն իրանք սեց են, այնքան ենք տենց ընդդիմադիրներ տեսել, որ նորից գնացել են իրանց հետևն են մտել, սենց ասեմ։ Իսկ այս 1000 դրամները տիկին Նանավ, դուք որպես զոհված զինծառայողի մեր, ինչպես եք վերաբերվում այս հազարական դրամների գանձմանը, հա? Դեմ եմ, որովհետև այս ամեն ինչը նորից զինվորների անունից, զինվորների հաշվից, զինվորների անունները հոլովելով, սենց ասեմ, իրանք շահարկելով, իրանք այդ ամեն ինչը ուզում են տանեն, լցնեն էլ իրանց գրպանները հաստացնեն, այստեղ զինվորին ոչ մի բան չկա։ Զինվորներին թող չսպանեն, որ այս գումարներն էլ չհատկացնեն։ Այսօր պաշտպանության նախարարության բյուջեն ամենամեծ բյուջեն է։ Թող իրանք չհավաքեն ժողովրդից ու մի հատ էլ զինվորի անունը շահարկեն։ Թող իրանց երեխեքին լինի, զինվորների ծնողները կտան իրանց երեխեքին այդ հազարական դրամները։ Ես 10,000 կտամ, 100,000 կտամ։ Իմ երեխուն թող հետ բերեն։ Ինձ պետք չի այդ հազարական դրամները, որ իրանք ասում են զինվորների ընտանիքների համար։ Ու
Գիտեք ինչ են ասում, որ այս հիմիկվանից հետո 2000 Այսինքն 2017 թվականի հունվարի 28-ից հետո է դա լինելու։ Այսինքն, գիտեք ինչն է վատ, որ իրանք ոչ թե ուզում են կանխեն այս սպանությունները, այս զոհերը, այլ իրանք նախապատրաստվում են հաջորդ զոհերի համար, այսինքն իրանք ու այս ծնողները ոչ մեկ չեն շարժվում տեղից, որ դուք էս ինչ եք ասում, այսինքն դուք պատրաստվում եք մեր երեխեքի գլուխը ուտեք, մի հատ էլ այդ 1000 դրամները հավաքեք տակ այդ ընտանիքներին, որպես ինչ, ծնողը չի ուզում իր երեխուն ուղարկի սպանեն, ծնողը իր երեխուն ուղարկում է սահմանը պահելու, անօրինական տանում են Ղարաբաղի սահմանները պահելու, ունդեղ էլ սպանում են երեխեքին ու ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս։ Ինչի համար 1000 դրամներ են հավաքում ծնողի բերանը փագեն, պետք չի։ Իմ երեխուն թող տան, ով է իրանց խնդրել իմ երեխուն սպանեն, որ մի հատ էլ ինձ հուղարկավորելու համար գումար տան, ինձ պետք չի։ Ես կտամ իրանց, այս ղեկավարներին կտամ, թող իրանց երեխեքին լինի, ես իրանց կտամ այդ գումարները։ Ոչ մի ծնող էլ չի ուզում, ու գիտեք ամենավատը ես ապշում եմ, որ ոչ մի ծնող չի ելնում ոտքի կանգնի։ Ում երեխեքը բանակում են, ում երեխեքը նոր պիտի գնան բանակ, որ դուք էս ինչ եք ասում։ Այսինքն պատրաստվում եք մեր երեխեքին սպանեք, հիմիկվանից նախորդ գումար եք հավաքում արդեն։ Էս ինչ բան է։